00153 քրեական գործի քննություն ըստ մեղադրանքի Անդրանիկ Վերանյանի դատականիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ողջույն ներկայացել դատական նիստին Պատվաժանդական նախնական դատասություններով հրավիրված դատական նիստին ներկայացել է հանրային մեղադրող զինվորական դատախազության Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, ներկայացել է մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը, դժողի ներկայացուցիչ Սամվել Անդրեասյանը, դժողի իրավահաջորդ Աննա Իվանյանը, դժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը, Ստեփան Հակոբյանը, Մերուժան Առաքելյանը, Սերով Տիգրանյանը եւ Հակոբ Խալացյանը։ Դատական նիստին ներկայացել են Infocom լրատվական կայքից Միլենա Խաչիկյանը, ինչպես նաեւ Իրավաբան.net լրատվական կայքից Տիգրան Ղուկասյանը, ով ներկայացրել է նաեւ դատանի աշխատակազմին իր լրագրողի արտոնագրի։ Շնորհակալություն։ Այդ դատան ներկայացվեց Տիգրան Ղուկասյանի վերաբերյալ տրված փաստաթուղթը օպերատոր ուժի մենջը մինչև 31/12/2025 թվական վերադարձվում է այդուք իրավաբան.net լրատվական միջոցն եք ներկայացնում ինչ գործողություն եք ակնկալում իրականացնել Դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն դատական նիստի տեսանկարահանումը, տեսաձայնագրարումը, լուսանկարումը դատարանը կարող է թույլատրել միայն այն դեպքում, երբ դրա վերաբերյալ չունենք մեղադրյալի առարկությունը։ Նախորդ դատական նիստի ընթացքում դարձյալ ներկայացել էր ձեր գործընկերներից Infocom լրատվամիջոցի ներկայացուցիչ Քննարկման արդյունքում դատարանը եկավ այն եզրանկման, որ հնարավոր է հաշվի առնելով մեղադրյալի դիրքորոշումը կողմերի դիտարկումները թույլատրվել է իրականացնել լուսանկարում, ինչպես նաև տրմված է դատական նիստը թույլատրվում է իրականացնել գրառում եւ ձայնագրառում։ Հիմա ճշտենք մեղադրյալի դիրքորոշումը, այնուհետև կդիտարկենք ձեր խնդրանքը։ Խնդրեմ, այ մի րոպե հարցը ձևակերպեմ Ներկայացել է լրագրող, ցանկանում է իրականացնել տեսանկարահանում։ Արժան դատան, նույն դիրքորոշման եմ, ոնց որ անցած անգամ անչի փոխ։ Շնորհակալություն նստեք։ Դատավարության մյուս մասնակիցները ավելացնելու բան ունեն այս հարցի առնչությամբ։ Պատվարժան դատարան նախորդի ևս մասով ունեցել եմ նույն կարծիքը եւ օպերատորի դիտարկման մասով եթե դատարանը գտնի որ հնարավոր է մասնակից տեսանկարահանում անց մեղադրյալի եւ նրա պաշտպանի կազմում Երևանում գտնում եմ որ այդ ձևաչափով թույլատրելի պետք է հանել։ Շնորհակալություն, այլ ավելացնելու բան ունեք։ Նկարահանումից են ուզում, թող իրանք չնկարի, բայց տոնիստը նկարահանում։ Ու դրա հետ միասին եթե դու մանկուն մարդեսի չես ուզում։ Մի րոպե էլի։ Փաստանաշապուտ տենա։ Հանգիստ։ Առաջ ուզում եմ իմանալ առաջ ոնց էր համազան։ Հիմա ի՞նչն է փոխվել։ Լուսանկարը Միշտ կամերայով նկարահանում։ Տեսանյութեր կան գծված։ Միշտ Դե տեսեք, հարգելի դժողներ, սենց մի դիտարկում անեմ նոր անցնեմ առաջ, այս հարցի առնչությամբ օրենսգիրքը դատավարության ուղղակի նշում է, որ պետք է մեղադրյալի համաձայնությունը։ Դատարանը ուղղակի իրավունք չունի գնահատի այդ ուղի չես համաձայն կամ խի են վաղ համաձայնել հիմա չէ։ Դատարանը սահմանափակված է մեղադրյալի դիրքորոշմամբ։ Այսինքն դժողներինն է բան, չի, մեղադրյալին է բան։ Այս հարցի առնչությամբ այո, դատավարության օրենսգիրքը ուղղակի նման կարգավորում է նախատեսում, դա դատարանի հայեցողությունը չի։ Մի վարկ։ Իսկ մենք խոսքի ես մի հատ կարամ ուղղակի դրանով հարց տամ։ Բարձրաձայնեք դատարանը կուղղի ձեր հարցը։ Ինչն է խանգարում, որ վիդեո նկարահանում է։ Իրան չի ուզում, իր դեմքը չի նկարում, իրան չի նկարում, բայց մյուսը թող նկարվի։ Մեկ էլ ես իրավունք ունեմ իմ հեռախոսս հանեմ, սենց վիդեով նկարել։ Ես չունեմ, դրա համար մարդիկ եկել են, որ լուսաբան են։ Ձեր նման հնարավորությունը նույնպես հնարավոր է, որ դուք ձեր հեռախոսով իրականացնեք, էլի մեղադրյալի համաձայնությամբ։ Դե հիմա հարց են տալի, ի՞նչն է պատճառը։ Խնդրեմ հարգելի պաշտպան։ Ես ձայնագրում եմ, բայց չեմ տեսնում։
Ձայնագրումը յուրաքանչյուրը կարող է իրականացնել, տրմված է։ Ի՞նչն է պատճառը դա։ Նստեք։ Ոնց հարգելի պաշտպան դիտարկումներ։ Պատվարժան դատարանը դուք արդեն մի տարեկան անդրադարձել։ Այսինքն այն մեջբերումը օրենսդրական, որը ցանկացել եմ անել, դատարանի կողմից արդեն մեջբերել։ Այսինքն մասնակի առնչությամբ եւս։ Այո, պատվարժան դատարան։ Քրեական դատարանությունը օրենսգրքի 267-րդ հոդվածին imperativ պահանջում է կայացնում։ Շնորհակալություն, այլ մեղադրյալ ոտքի կանգնեք, դժոխք կողմը հարցադրում հնչեցրեց ձեզ, այ հատկապես ինչով է պայմանավորված ձեր նախորդ դիրքորոշման փոփոխությունը, եթե նպատակարար կհամարեք բարձրաբանում ներկայացնել, դա ձեր իրավունքն է։ Ուղղակի չեմ ուզում հարգարժան դատարան, որ համացանցում հայտնվի, իմ բարեկամներն էլ, հարազատներն էլ նայեն, հետո տենց ավելի լարվածություն է, ուղղակի չեմ ուզում։ Ինչ լարվածություն։ Որ դու մարդասպան ես։ Մի րոպե, մի վարքյան, ինչ լարվածություն, նիսն է նկարում, դա ինչ լարվածություն։ Դե հարգելի դժողներ, ավելացնել բաններ նստեք։ Տեսեք, հարգելի ժողովուրդ, ես թեև կարամ ուղղակի ուզում եմ քրեական դատավարության օրենսգրքի անպատասխան հոդվածը բարձրաձայնեմ, որ բոլորիս էլ բարձրում կարելի լինի։ Այ 267-րդ հոդվածը նախատեսում է դատական նիստին ներկայացինք իրավունք ունեն կատարելու գրառում, իսկ դեռ դատական նիստին ներկայացինք նաև զայնագրում։ Դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը թույլատրում է դատարանը մեղադրյալի համաձայնությամբ։ Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի որոշման կարող է արգելվել, եթե դա պահանջում է արտադրության շահը։ Այսինքն կա երկու իրավիճակ։ Մի հատ իր համաձայնության դեպքում թույլատրում ենք այն նշված գործողությունները, մի հատ էլ երբ որ իր համաձայնությունը կա, դատարանը կարա արգելի նշված գործողությունները։ Սենց է իրադրությունը, երբ որ մեղադրյալը առարկում է, դատարանը իրավասություն չունի, օրենսդրական կարգավորումները դատարանին մեղադրյալ դիրքորոշումից տարբերվող այս համատեքստում որոշում կայացնելու հնարավորություն չի նախատեսում։ Հետևաբար, հարգելի իրավաբանների ներկայացուցիչ, դատարանը ձեզ թույլատրում է իրականացնել լուսանկարում, ոչ մի մասնակի տեսանկարահանում, ուղղակի լուսանկարում կարող եք ներկա գտնվել, կատարել ձայնագրառում եւ գրառումներ։ Շնորհակալություն։ Դատարանը նախորդիվ դատական նիստին հասել էր քրեական դատավարության օրենսգրքի խնդրեմ։ Իհարկե։ Նախորդիվ դատական բացման խոսքում ճիշտ ասած համարակալներ չէ, դուք դատաքննությունը շարունակելու եք նախին գործող քրեական դատավարության օրենսգրքով, նոր կարգով եւ հարց ուղղվեց, որ բացառ ունեք թե չէ, ես իմ կողմից հնչեցրեցի, որ դատարանի նկատմամբ բացառ չունեմ, բայց հաջորդիվ հասկացամ, որ դուք դատաքննությունը շարունակելու եք 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքով, այդ կապակցությամբ դուք բացառ ունեմ, այսօր ներկայացնելու թույլ իմ բացառը ներկայացնել։ Դե, սենց հարգելի դժողի ներկայացուցիչ, դեռևս դատարանը ձեզ էր հասցեագրել այդ թվում չէ, բարույց ստանձնելու նախնական դատալություններ նշանակելու մասին որոշումը։ Ստացվել էր ձեր կողմից դատարանի հարցադրմանի պատասխան դուք նշել եք, այդպես է։ Բայց իմ համար կարելի չէ, դուք ոնց եք շարունակել։ Դե Իմ համար արդեն հասկանալու դառա, որ դատաքննությունը նորից սկսվելու է, այդ պատճառով այս բանի բացառը թույլ ներկայացնել ձեր կողմից քննարկել։ Կողմերը դիտարկում ունեն այս հարցարարությամբ։ Պատվարժան դատարան, ես միանում եմ այն տեսակետին, որ ինչպես դու նախորդ դատական նիստի ընթացքում բարձրացիք բացառքի ինքնաբացառքի կանոնները եւ նշեցիք, եթե այդ պահին մենք չունենք բացառք հետագայում բացառք ներկայացնելու պարագայում պետք է հիմնավորենք, թե ինչու նախորդիվ չենք ներկայացրել, այս հիմնավորման մասով ես գտնում եմ, որ այնքանով է հիմնավոր, որ դուք երբ որ դատական նիստը բացեցիք, ձեր խոսքում նշեցիք, որ նշանակված ռազմագիտական հանձնաժողովային փորձաքննությունը շարունակվելու է եւ ըստ այդմ այս պայմաններում ինձ համար որպես հանրային մեղադրող թեև հասկանալի է, որ վարույթը սկսում ենք, եթե նախնական դատավարություններն ապա նոր քրեական դատավարություն անելու, սակայն
ինձ համար այդ պայմաններում չէր կարող միանշանակ հասկանալ լինել, որ ինչպես կարող է նորից սկսվող դատաքննության ընթացքում նախորդիվ նշանակված դատաքննության ժամանակ փորձաքննությունը շարունակվի այն դեպքում, երբ որ նորից սկսվող դատաքննության ընթացքում պետք է հետազոտվեն ապացույցներ եւ այդ ապացույցները պետք է դրվեն մեղադրական երեզիկտի կամ արտարացման երեզիկտի իքտում, ինչպես նաեւ եթե այս դատաքննության ընթացքում լիներ նման միջնորդություն ռազմագիտական փորձաքննություն նշանակելու նաև այս դատարանում հետազոտված ապացույցները պետք է դրվեին այդ որոշման կայացման հիմքում։ Ըստ այդմ ինձ համար եւս X պահի դեռևս միանշանակ չէր, որ դուք 0-ից սկսում եք եւ եթե հիշում եք, ես ինքս որպեսզի այս դատական նիստին արդեն իսկ ամեն ինչ բարձ լինի, ինքս բարձրացրի հարցը, թե ինչ ենք ի վերջո անում եւ հասանք այն կետին, որ մենք սկսում ենք նորից։ Ըստ այդմ այս պայմաններում ուժողի լիազոր ներկայացուցիչի ձեզ բացառք հայտնելու միջնորդության ներկայացումը գտնում եմ, որ օրինաչափ է եւ ես եւս ընդդրելուց հետո, քանի որ դատանի դահլիճից դուրս արդեն իսկ քննարկել ենք, առհասարակ տեղյակ չեմ բացարկի միջնորդության բովանդակությունից, բայց ես ինքս ունեմ իմ տեսակետը այն կապակցությամբ, թե ինչ միջնորդության վերաբերյալ ինչ կարծիք կհայտնեմ, ունեմ իմ տեսակետը հիմնավորումներով, ուստի գտնում եմ, որ միջնորդությունը տեղին է, հարուցված է ժամանակին, առնվազն նախորդիվ իմ կողմից նշված հիմնավորումներով խնդրում եմ դատարանին քննարկել թույլ տալ ներկայացնել եւ քննարկել։ Շնորհակալություն, դժոխ կողմ դիտարկիներ ունեք։ Այո, մենք միանում ենք հարգել դատարան եւ ոչ միայն մեզ համար նույնիսկ ընդհանրապես պարզ չի եղել, մենք 0-ից ենք սկսելու, թե փորձաքննությունը շարունակվելու է, թե դատարանը շարունակելու է։ Այդ ամեն ինչը մենք կոպիտ ասած չենք հասկացել, այսպես կարելի է դեպակերպել, իհարկե ազատերողությունը ինքեդերի։ Լիովություն ենք այդ կարծիքը եւ նույնիսկ այսպիսի մի բան հայտարարությամբ տեսքով կարող եմ ասել, նույնիսկ խնդրում եմ դատարանից, բոլորիս անունից, որ այս բացարկին, չգիտեմ, իրոքից բովանդակությունը մենք իրավաբանորեն է երևի դերված կարող է եւ չհասկանանք, եւ միևնույն ժամանակ խնդրում եմ, որ այդ ամեն ինչին ընթացք տա դատարանը ճիշտ, որովհետեւ այս ամեն ինչը նույնիսկ մի քիչ կարող եմ այսպես երկարացված պարզաբանել, որ արդեն անհարմարություն է ստացվում, ի վերջո 4 տարի այդ ճանապարհներին 300 կիլոմետր անընդհատ կտրել անցնելով, այս ամեն ինչը մի քիչ ճիշտ չի լինի հարգել դատարան, կուզենայի, որ այդ ամեն ինչը ճիշտ գնահատեիք։ Շնորհակալություն ամենայն։ Այլ ավելացնել բաներ ունեք, դեռ քննարկման առարկա ենք դարձնում, լսեք միջնորդ միան շնորհակալություն, խնդրեմ։ Պատվարժան դատարան կապված ինքնաբացարկի հիմքին այն հիմնավորման, որ յուրով կողմը տեղյակ չի եղել, որ գործը քննելու է նոր քրեական դատավարության օրենսգրքի դրույթների պահպանումը։ Մենք նույնպես դատարանից ստացել ենք ծանոթություն առ այն, որ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով հոդվածի կարգով նախնական դատական քննություն է նշվում։ Այսինքն արդեն այս բառակապակցությունը եւ այս որոշման արտահայտությունը կողմին թույլ է տալիս ողջան հիմնալով հասկանալ դիտակցելու, որ գործը քննելու է նոր քրեական դատավարության օրենսգրքի դրույթների պահպանումը։ Ինչ վերաբերում հարգելի հանրային նախագահի բարձրացրած այս հարցին, կապված նշանակված փորձարկություն։ Ներողություն, որ ընդհատում եմ, տեսեք, հիմա քննարկման առարկա ենք դարձնում բացառք ներկայացնելու հնարավորության հարցը, որովհետև հաջորդիվ ապացույցների հետազոտման ծավալ, ապացույց որ ապացույցն են գնահատելու կամ ոչ, այդ հարցին դեռևս բովանդակային անադարձ չկատարել։ Պաշտպանության քարտքով այդ դամկետը բացառք ներկայացնելու յուրով կողմը սպառել անցնել։ Լսելով այնուամենայնիվ կողմերի կարծիքը դատարանը արձանագրում է, որ ողջամտորեն հնարավոր է թույլատրել միջնորդության ներկայացումը, խնդրեմ։ Բացառք թիվ ՊՏԴ 0153 քրեական գործով նախագծով դատարան։ Ներողություն նախքան բովանդակային մասին անդառնալ օրինակ ունեք, որ զուգահեռ տվեք։ Պատվարժան դատարան 2020 թվականի հոկտեմբերի 19-ին հրավիրված քրեական գործով դատական նիստը բացելով դուք հայտնել եք, որ
Դատաքննությունը իրականացնել է 2022 թվականներով եւ իբաստ ես ներկայացրեցի ինչ պատճառաբանություններով դա իմ համար ընկալի չէր, ես չեմ ընկալել որ բացառ ներկայացնեմ, որից հետո քննարկեցիք 311-րդ հոդվածով սահմանված խարժողականության քննարկման երկակարգ հարցերը եւ միջև գույքային հացի հարցումը։ Սույն քրեական գործը 2020 թվականից գտնվել դատարանում, գտնվել է տարբեր դատավորների վարույթում, դատաքննություն իրականացվել է 1998 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված, 1999 թվականի հունվար 12-ից գործող, 2022 թվականի հուլիսի 1-ին չգործող հայաստանության քրեական դատության օրենսգրքի կարգով, 2023 թվականի հուլիսի 25-ին առաջին անգամ, երկրորդ անգամ 2024 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության հակակառավարության դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը սույն քրեական գործ ընդունելու վարույթ եւ քննություն իրականացրել է մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող 1998 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատարության օրենսգրքի կարգով։ Համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական դատարության օրենսգրքի 453-րդ հոդվածի 6-րդ մասի այն քրեական գործերը, որոնք մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացրել, ուսում եւ քննու եւ լուծում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։ Համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական դատարության օրենսգրքի 269-րդ հոդվածի դատարանում վարույթը պետք է իրականացվի դատարանում նույն կազմով։ Վարույթի դատավորի մասնակցության անհնարության դեպքում նա փոխարինվում է դրան դատարանի այլ դատավորով։ Բացառության սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի նախատեսված դեպքերի դատավորի փոխարինումից հետո դատական վարույթը սկսում է նորից Սայթն է 32-րդը, երբ որ լրացիչ դատավոր է նշանակված։ Համաձայն 1998 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված, 1999 թվականի հունվարի 12-ին գործող, 2022 թվականի հուլիսի 1-ին չգործող Հայաստանի Հանրապետության քրեական դատարության 301-րդ հոդվածի յուրաքանչյուր գործ քննվում է դատարանի նույն կազմով։ Դատավորի մասնակցությունը դատական քննությանը անհնար լինելու դեպքում նա փոխարինվում է այլ դատավորով իր գործի քննությունը վերսկսում է։ Սույն քրեական գործը նախագահ դատավոր Սուրեն Խաչատրյանի վարույթում գտնվելու ընթացքում նախկին դատաքննությունը գտնվել է ավարտական փուլում։ Դատաքննության ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալներով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, ըստ էության այս ստացվելուց հետո դատաքննությունը գտնում էր ավարտական փուլում։ Պատվարժան դատարան, դուք ձեր բացման խոսքում հայտնեցիք, որ սույն քրեական գործը շատ զգայուն է, անկապված է 44-օրյա պետական պատերազմի հետ։ Սույն գործով անցնում են բազմաթիվ վկաններ, դժողի իրավաչողներ, արկային բավական քանակության ապացույցներ, դատաքննություն նորից սկսվելու դեպքում այն կտրվի նորից տարիներ, որի արդյունքում էական վնաս կպատճառվի սույն գործով դժող եւ դժողի իրավաչող Հարություն Վահանյանի օրինական շահերին խախտի արդար դատաքննության սկզբունքը։ Պատվարժան դատարան, ինչպես վեր նշեցի, ձեր կողմից սույն քրեական գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական դատարության սահմանված կարգով, որը ենթադրում է դատական վարույթի նորից սկսում, որը արդեն իրականացվում է։ Իսկ եթե քրեական գործով դատաքննությունը շարունակվել 1998 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատարության օրենսգրքի կարգով, ապա այն միայն վերսկսվել դատարանը այդ դեպքում հնարավորություն կունենա շարունակելու դատաքննությունը։ Նկատի ունենալով, որ դատարանի կողմից թույլ է տրվել 2022 թվականի հուլիսի 1-ի ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական դատարության օրենսգրքի 453-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների խախտում, սույն գործը նախագահ դատարանի նկատմամբ հայտարարում է բաց։ Այլ ավելացնելու բան ունեք։ Ոչ։ Դժող կողմ դուք։ Մենք միանում ենք։
Հարգելի հանրամեղադրող լրացուցիչ դիրքորոշումներ ունեք։ Այո, միանշանակ պատվաժան։ Շնորհակալություն։ Պատվաժան դատան։ Ներողություն նախքան ձեր բովանդակային խոսքին անցնելը ապացույցների հետազոտման շրջանակին անդրադարձ կկատարենք, եթե այնուամենայնիվ բացարկի հարցը դատարանը համարի հաղթարված, չեմ ասում ելքը։ Խնդրում եմ համապատասխան շրջանակներ։ Ես ևս միանում եմ ուժողների ազգների ներկայացուցիչի եւ ինչպես արդեն պարզվեց ուժողների կողմից այս հայտնված բացարկին եւ առաջարկում կամ հայտնել ինքնավասել կամ արձանագրային որոշում սույն գործի դատարկությունը ստանձնել ինքնական դատարության օրենսգրքի կարգավորումները։ Այս կապակցությամբ պատվիրժան դատարան ես ցանկանում եմ ընդհանրապես մեկ հոմ կատարել ԵԴ-0535/01/21 քրեական գործով վերաքանիչ դատարանի որոշմանը, որը հենց այս պահի մասին է, հենց այս գործի նույնաբնույթ է, նույնական է եւ վերաբերում է այս բացարկի միջնորդությանը հետագայում դատական ակտի չբեկանվելու ինտերես դեպքում։ Մասնավորապես վերաքնիչ դատարանը հստակ արձանագրել է, այս տարածի են մեջբերում, որ վերաքնիչ դատարանը հանգում է հետևության, որ Ուժող Հովհաննիսյանի ներկայացուցիչ Մուրադյանի վերաքնիչ բողոքը պետք է բավարարել Երևանի քրեական դատարանի 23 թվականի փետրվարի 24-ի դատավճիռը բեկանել եւ գործ նվարկել նույն դատարան նոր քննության հետեւյալ պատճառաբանությամբ։ 21 թվականի հունիսի 30-ի քրեական դատարության ազգի 453/7 մասը սահմանում է։ Սահմանը չմեջբերեմ, որովհետեւ նոր մեջբերվեց։ Պարզերը, որ առաջին ակցիայի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, վերաքնիչ դատարանը փոփոխում է առաջին ակցիայի դատարանի դատական ակտը կամ բեկանում է այն վարույթը փոխանցելով առաջին ակցիայի դատարան նոր դատականության։ Քրեական դատարության օրենսգրքի 371 հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական ակտը բեկանալիս վերաքնիչ դատարանը իրավասու է վարույթը փոխանցելու առաջին ակցիայի դատարան միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները եւ հնարավորությունները բավարար չեն իր կողմից կայացվելի նոր դատական ակտի իրավաչափությունն ապահովելու համար։ Վերոշարադրյալ իրավական վերլուծությունների համատեքստում գնահատելով Երևանի քրեական դատարանի 23 թվականի փետրվարի 24-ի որոշման իրավաչափության հարցը, վերաքնիչ դատարանն արձանագրում է հետևյալը. Թիվ ԵԴ-0535/01/21 քրեական գործը Երևան քաղաքի առաջին ակցիայի ինքնանորոգության դատարանի կողմից վարույթ է ընդունվել 21 թվականի մայիսի 3-ին 01/07/98 թվականի քրեական դատարանության օրենսգրքով սահմանված կարգով։ 23 թվականի փետրվարի 24-ի դատականության ընթացքում առաջին ակցիայի դատարանը ղեկավարելով 21 թվականի հունիսի 30-ի քրեական դատարանության օրենսգրքի դրույթներով բավարարել է արագացած վարույթով դատականություն իրականացնելու մաս մեղադրյալի միջնորդությունը կայացրել դատավճիռ։ Վերոշարադրյալի համատեքստում վերաքնիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործը Երևան քաղաքի առաջին ակցիայի ինքնանորոգության դատարանի կողմից վարույթ է ընդունվել 21 թվականի մայիսի 3-ին 98 թվականի հուլիսի 1-ի դատավարության օրենսգրքի 291 հոդվածով սահմանված կարգով։ Ուստի 21 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 483 հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումների հիման վրա գործի վերամակագրման եւ դատավորի փոփոխության դեպքում նույնպես առաջին ակցիայի դատարանը գործի քննությունը պետք է շարունակեր իրականացնել նախկին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, մինչդեռ առաջին ակցիայի դատարանը 21 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքով դատականությունը արագացված վարույթով իրականացնելու մասին մեղադրյալի միջնորդությունը բավարարելով եւ դատավճիռ կայացնելով թույլ է տվել դատական սխալ քրեադատավարական օրենքի էական խախտում։ Ուստի ուժողի ներկայացուցիչ Մուրադյանի վերաքնիչ բողոքը պետք է բավարարել եւ դատական ակտը բեկանել վարույթը փոխանցելով առաջին ակցիայի դատարան։ Վերաքնիչ դատարանը գտնում է, որ 21 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 483 հոդվածի 7-րդ մասի նման մեկնաբանությունը բխում է նաեւ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 41-րդ հոդվածով սահմանված նորմատիվ ակտերի դրանցում բխող բառերի եւ արտահայտությունների տարածի նշանակությամբ մեկնաբանման կանոնից։ Միևնույն ժամանակ վերաքնիչ դատարանն արձանագրում է, որ վերաքնիչ վերանայման գործիքակազմը բավարար չէ արձանագրված դատական սխալը վերացնելու համար, քանի որ հակառակ մեկնաբանության պարագայում խաթարվելու է առաջին ակցիայի եւ վերաքնիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի եւ դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը։ Ուստի վերաքնիչ դատարանը գտնում է, որ ուժողի ներկայացուցիչ Մուրադյանի վերաքնիչ բողոքը պետք է բավարարել, եւ վարույթը փոխանցել ստորադաս դատարան 98 թվականի հուլիսի 1-ի քրեական դատարանության օրենսգրքով կարգով նոր քննության։
Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանը չի անդրադառնում նշանակված պատժի անհամաչափության մասով ներկայացուցիչ դրողի ներկայացուցիչ Մուրադյանի վերաքննիչ մոքում ներկայացված պատճառաբանությունների։ Արտգործական դատարանը, ինչպես ակնհայտ նկատելի է, անգամ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքում բարձրացված բուն հարցին անդրադարձ չի կատարել եւ անդրադարձել է, թե արդյոք դատարանը ճիշտ է բարեշտությունել սույն քրեական գործը դատարան։ Մենք ունենք 07/09/2021 թվականին առաջին անգամ սույն գործով նշանակվել է դատական քննություն Գորիսի նստավայրությունների մարզի ընդհանուր դատարան դատարանում, որից հետո երբ որ քրեական վարույթը եկել է հակակոռուպցիոն դատարան, իրավացիորեն դատավոր Խաչատրյանը վարույթ է ընդունել։ Իսկ ներողություն նախքան բանը գալը հակակոռուպցիոն դատարան, մի հատ այն դատական շրջապատույթ Դավիթ Բալայանը, այ գնահատականներ չտանք մեր ավագ գործընկերների կատարած գործողություններին, որ դուք այդտենց շեշտադրում եք իրավացիորեն կամ եթե հակառակ տրամաբանություն լինի, ոչ իրավացիորեն։ Հիմա որը նշում եք, որ եկել է նշանակվել է, այդ դատարանը գործի նյութերը թերթելիս հանդիպել է այդ որոշմանը, որ առնվազն մեկ այլ դատավոր սույն քրեական գործով վարույթ ստանձնելու եւ նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում է կայացրել։ Լավ, այս արձանագրման համար դուք շարունակեք, ես իմ դիտարկումները ամբողջությամբ իրականացնեմ։ Ես շարունակեմ, շատ ճիշտ եք, 19/07/23 թվականին Երևան քաղաքի Դատարանության դատարանի շենգավթի նստավարում դատավոր Բալայանի նախագահությամբ տեղի է ունեցել դատական նիստ, բայց մեզ համար, կողմերիս համար միանշանակ ակնհայտ է եղել, որ դատական քննությունը չի սկսելու եւ չի շարունակվելու Երևան քաղաքի դատարանում, քանի որ օրենքի կարգավորումները միանշանակ էին եւ դա փաստեց նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահը, ըստ այդմ այդ ժամանակ մեր կողմից որևէ տեսակի առարկություն չի եղել, քանի որ հիմնական դատարանությունները պետք է տեղի ունենային հակագործություն դատարանում, բնականաբար մենք տեղյակ չենք, թե որ դատարանի նախագահությամբ, եւ եթե պարոն Խաչատրյանը քրեական գործը դատականության նշանակել գործող քրեական դատավորության կարգավորումներով, բնականաբար մենք դուժող կողմը միանշանակ ունենալու է իր կարծիքը, սակայն այստեղ կարող է դատարանի մոտ նաև հարց առաջանալ, այդ եմ ասում, այո, եւ այդ պայմաններում ինչու Դավիթ Հարությունյանի կողմից սկսված դատական քննությունը չշարունակվեց այնտեղից, որտեղ որ Դավիթ Հարությունյանը թողնել էր։ Դա արդեն հարցի այն կողմն է, որ դատարանները տարբեր մեկնաբանություններ ունեն այս հարցի կապակցությամբ։ Միանշանակ փաստել, որ հին քրեական դատավորության օրենսգրքով բոլոր դատարանները շարունակել են, դա ճիշտ չի, որովհետև պատական պրակտիկան այդպեսին չի, բայց մենք ունենք փորձ եւ միանշանակ կոնկրետ օրինակ ես կարող եմ մեջ բերել հենց եթե չեմ սխալվում Հրազդանի նախին քաղաքապետ Դավթինյանի գործը, երբ որ նորից շարունակվել է բազմաթիվ նման օրինակներ կան, ուղղակի հնչեղ օրինակ անձի մասով դա էր եւ պատվարժան դատարան այս մասով ինչն է խնդիրը, որ վերաքննիչ դատարանի սույն դատական ակտը մտել օրինականության մեջ որևէ կողմի կողմից Վճռաբեկ բողոք վարույթ չի ընդունվել եւ հետագայում եթե չեմ սխալվում Ոսկանյան, դատավոր Ոսկանյան կարող է սխալվել, բայց դժվար Ոսկանյանի կողմից սույն քրեական գործը վարույթ դատական քննության է նշանակվել 98 թվականի քրեական դատավորության օրենսգրքի կանոններով եւ շարունակվել է։ Այստեղ նախորդ հարցի ձեր կողմից ընթացիկ բարձրաձայնված եւ բնականաբար իմ կողմից այդ հարցին նույնպես անդրադարձել կատարել։ Նախորդ հարցի պատասխանը թարգմանված է հետեւյալում, թե ինչու Խաչատրյան Սուրենի պարագայում չշարունակվեց, իմ պարագայում, ձեր պարագայում պետք է անպայման Ես իմ դիրքորոշումը այսպես թե այնպես ունենալու ես նախորդ դատավորների ոչ մի գործողություններով ամենայն հարցերով նկատմամբ կաշկանդված չեմ, առաջ ընթանալով նկատեմ, որ կաշկանդված չեմ նաև ձեր կողմից նշված վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտով շարունակեք Այս վերջին ձեր դիտարկման մասով ճիշտ ասած տարակուսել է, որ կաշկանդված չեք, որովհետև վերաքննիչ դատարանը հստակ արձանագրել եւ դեկանել է դատական ակտը եւ Վճռաբեկ դատարանը եթե օրենքի միատեսակ իրավության խնդիր տեսներ այդտեղ առնվազն կարծում եմ, որ վարույթ կընդունել եւ դիրքորոշում կայացնել։ Վարույթ չընդունելը մենք բոլոր բարականերում հասկանում ենք այնպես, որ վերաքննիչ դատարանը առնվազն համաձայն է տեսակետի հետ։ Վճռաբեկ դատարանը այդ տեսակետի հետ համաձայն է։ Ես կասեմ ինչու բան չեմ, կաշկանդված չեմ, դուք ասեք։ Հիմա անցնեմ նրան, թե ինչու այս պարագայում մեզ համար, ուժող կողմի համար եւ հանրային մեղադրողის համար ինչու է կարեւոր որ սույն դատական քննությունը շարունակվի 98 թվականի քրեական դատավորության օրենսգրքի կանոններով, որպեսզի
որպեսզի որոշում կայացնելու իրավունքը ձեզ, ինչպես եւ նշեցի, որևէ մեկը չի արգելել։ Պատճառը հետեւյալն է, պատվարժան դատարան։ Նախորդ դատական նիստի ընթացքում ես շատ կարճ ասացի, թե ինչու՞ն է խնդիրը։ Մենք դուք ինքներդ շատ լավ պատկերացնելով եւ դիտակցելով եւ բնականաբար այդ մասին բարձրաձայնելով փաստեցիք, թե ինչ գործի հետ մենք ինչ տեսակի քրեական գործի հետ մենք գործ ունենք։ Շատ չենք մեր հանրապետությունում այնպիսի դեպքեր, որ գործ ունենք 18 դժողի իրավաճառքի հետ։ Աստված տա երբևէ այդպիսի դեպքեր չլինեն։ 18 դժողի իրավաճառքի ողջամիտ ժամկետին դատական քննության իրավունքի իրացման համար արդյոք մենք, ես, դուք բոլորս չպետք է գործադրենք օրենքով մեզ վերապահված բոլոր իրավունքները։ Արդյոք չպետք է, այո, պարտավոր ենք։ Եվ այս պայմաններում, երբ որ օրենքը ձեզ նման լիազորությունից չի զրկել, որպեսզի դուք բարույթը շարունակեիք 98 թվականի կարգավորումներով, իմ կարծիքով դուք ձեր խոսքում եթե չեն զգալու, ասեցիք առարկայազուրկ եք համարել իմ քրեական դատավարության կանոններով գոյություն չունեցող օրենսդրական կարգավորումներին։ Այո, այդ գոյություն չունեցող օրենսդրական կարգավորումները առ այսօր գոյություն ունեն շատ դատական քննությունների ընթացքում եւ 483-7 դրական 7-ի կարգավորումը անցում էին դրույթի հենց այնպիսի կարգավորումներ, որպեսզի վստահ եմ օրենսդիր, ինչպես նաեւ օրենսգրքի մշակողները հենց այդ տեսակետից են դա հաշվի առել, որպեսզի չստացվի այնպես, որ խախտվեն մենք այս բանը խոսում ենք բացառապես դժողի իրավունքների մասին, բայց եւ պետք է չմոռանանք մեղադրյալի իրավունքները։ Իհարկե, կոնկրետ դեպքում մեղադրյալը անազատության մեջ չի եւ նրա այդ ամենակարևոր իրավունքը որպես այդպեսի սահմանափակված չի, բայց կան քրեական վարույթներ, որոնցով տևական ժամանակ տևող դատականությունների ընթացքում մեղադրյալները նաեւ գտնվել են անազատության մեջ, որ օրենսդիրը հաշվի առել հենց այս հանգամանքը նաեւ այդ թվում, ինչպես իմ կողմից թվարկված մյուս հանգամանքների, երբ որ նորմը սահմանել է, որ պետք է շարունակվի նախորդ կարգավորումներով։ Ըստ այդմ պատվարժան դատարան, ես գտնում եմ, որ դուք եւս շահագրգռված եք, վստահ եմ շահագրգռված եք սույն քրեական գործի արդար քննությամբ, դրանում որևէ կասկած չունեմ հաշվի առնելով եւ ձեր անձը եւ ձեր մասնագիտական գիտելիքները եւ այն մոտեցումը, որը որ ի սկզբանե նախնական դատալությունների ժամանակ առաջին նիստի ժամանակ արտահայտեցիք, ես դրանում համոզմունք ունեմ միանշանակ եւ ուժող կողմը եւս այդ համոզմունք ունի։ Ուստի այս պայմաններում պատվարժան դատարան կամ ես գտնում եմ դուք պետք է ընդունեք ուժող կողմի եւ արդեն իսկ իմ կողմից ներկայացված բացարկի միջնորդությունների ինքնաբացարկ հայտնեք եւ կամ արձանագրային որոշման բարոյթը վերափոխեք եւ բարոյթը շարունակեք, եթե այդպիսի իրավունքի իրացումը կգտնեք, որ սույն քրեական դատավարության օրենսգրքով թույլատրելի է։ Իսկ այդ դուք գտնում եք օրենսդրական նորմ կարող եք վկայակոչել որոշակի հնարավորություն։ Երկրորդ պարագայի առումը որպես այդպեսին ոչ այս բանի, քանի որ խորը չեմ ուսումնասիրել այս փուլը դատականության նկատմամբ դատարանի լիազորությունների մասը, այս բանի չեմ տեսնում, բայց ես ինքնաբացարկը ինձ համար շատ ընդունելի է ձեր կերպարը, ձեր դատավորի տեսակը եւ ես չեմ ուզի, որ այլ դատավոր լինի, ըստ այդմ այդ ինքնաբացարկը ինձ համար էական, այսինքն ինձ համար ինքնաբացարկը խնդիր չի։ Չէ, ինձ համար խնդիրը այն է, որ սույն բարույթը շարունակվի օրենքի նախորդ։ Հարգելի հանրային մեղադրող, ես դատավարության որևէ մասնակցի կողմից որևէ միջնորդություն, այդ թվում նաև ներկայացված բացարկի միջնորդությունը անձնական բնույթ չեմ ընդհանրապես։ Ու երկրորդ առումով էլ վերաբերել իմ հարցադրումը ձեզ, թե արդյոք շատ լավ ելույթ եք ունենում, հնարավոր է նաև դժոխք կողմը ձեր ելույթից որոշակի իրավական ակնկալիքներ է ձևավորում, թե դատարանը մանրամասն անդրադարձ կկատարի, որովհետև դատարանի իրավասության գլուխը դատարանը թե գործող աշխատանքի բերումով, թե նախկինում տևական ժամանակ կատարած աշխատանքի բերումով հիմնավորապես ուսումնասիրել է։ Այ հարցադրումը դրան է վերաբերում, արդյոք դատարանն ունի օրենսդրական կոնկրետ նախատեսված կամ որոշակիորեն օրենսդրական հոդվածների փունջ, որից կամ ուղղակիորեն կամ վերլուծության արդյունքով կարող է բխեցվել վարույթ ստանձնելու նախնական դատալություններ նշանակելու մասին որոշումը սեփական նախաձեռնությամբ չեղյալ համարելու եւ քրեական գործը վարույթ ընդունելու եւ 98 թվականի քրեական դատավարության օրենսգրքով շարունակելու։ Այս կտորով եթե դիտարկում ունեք նշեք։ Այո, այս հարցին ես ընդհանրապես հարցով պատասխանը, արդյոք դատարան իրավասություններ
նոր դատավարության օրենսգրքով դատական դատավարություններ սկսել եւ ասել, որ փորձականությունը շարունակելու է կատարել։ Այդ դիտարկման ես կանադառնամ։ Կարծում եմ այդ լիազորություններ դատարանությունը, բայց դատարանը շատ տեղին էր դա եւ այդ sense կոպիտ կարող է հնչի խոսքը, դա ես իմ մասով ասեմ, իմ մոլորության մեջ գցեց այդ դատարանի այդ հայտարարությունը, որ եթե այդպես է, եթե մենք դա փորձականություն շարունակում ենք կատարել, ըստ այդմ ենթադրվում է, որ հետազոտված ապացույցները մենք կարող չենք հետազոտելու, որովհետև հակառակ պարագայում մենք չենք կարող փորձականության որոշման մեջ նշված ապացույցները, որոնք հարյուրավոր թերթերից են բաղկացած, վկայակոչ չենք, ասենք փորձականությունը շարունակի փորձագետ, բայց մենք վերում ենք սեր վկաներին հարցականում ենք։ Դրա համար ինձ համար այդ հարցն էր։ Դատարանը այդ նախորդ դատականիստին կատարած դիտարկում առայն, որ դատաքննության վերսկսումը ըստ էության չի խոչընդոտում նշանակված փորձաքննությանը, միևնույն ժամանակ նշելով, որ ապացույցների հետազոտման ծավալին եւ շրջանակին հետագայում եւս կանադառնա։ Իսկ դա եթե ձեր մոտ կոպիտ ասած մոլորություն կամ այլ իրավական դիրքորոշում է ձևավորել, դատարանը դրան եւս պարզաբանում կներկայացնի։ Շատ պարզաբան, իսկ ձեր հարցի պատասխանը ես ունեմ, որ այս պահին այո, այդ իրավունքը որպես այդպեսին ես չեմ հիշում նորմ, որ ձեզ վերապահել է նման իրավունք հստակ։ Կարճ էլի։ Արգեն դատարան, Դավիթ Բալայան, մենք իրավաբան չենք, էլի մենք գնացել ենք մինիստրայել է, մենք յասին է, որ տեղափոխվել է առաջի ատյանից, մենք ոնց որ են օրը չենք հասկացել, ինչ է, վերջում ենք հասկացել, օրենք հետ կապած են ասում։ Մենք է դատախազի հետ երկրորդ կորդուկարակ ատանագությունով բանեք, կարը նախադեպ դարնա դա, դատավորը դուք է, կարը նախադեպ լինի, լիքը տենց դեպքեր եղել են, որ ինչ-որ մի հատ դատավոր որոշում ակարացել, գնացել է վերաքնիչ, դա նախադեպ է։ Դուք եք որոշով, ձեր լիազորությունը։ Շնորհակալություն, այլ դիտարկումներ կա։ Մենք վերջը արգելի դատարան, մենք ինչով ենք մեղավոր, ինչ-որ կանոնընդհատ փոխվում է։ Ի վերջո կարելի է այս գործի վերջ տանել։ Ենթադրենք դա Աստված ձեր պաշտոններն են բարձրացնել, հետո մենք ինչ ենք արել։ Եվ այս ամեն ինչը ոնց է շարունակվելու եւ դուք որպես մարդ ոնց եք պատկերացնելու մեր վիճակը։ Ես որպես նախորդ դատականիստին այդ դա լրիվ ինձ պատկերացնել է։ Վերջնաբան գոնե։ Լավ, դրան նույնպես անդրադառնալ եմ։ Խնդրեմ։ Լսելով ներկայացված բացարկի միջնորդությունը, ինչպես նաև դրա առնչությամբ կողմերի կարծիքը, դատարանը գտնում է, որ ներկայացված բացարկի միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանության։ Առաջին հերթին դատարանը անդրադարձ է ցանկանում կատարել դատաքննություն նշանակելու եւ այդ քրեական դատավարության օրենսգրքի անպատասխան հոդվածով նախատեսված անցումային դրույթների հնարավոր կիրառելիության վերաբերյալ խնդրին։ Դիրքորոշումների բարձրաձայնման շրջանակներում դատարանը նկատեց կոնկրետ գործերի մեջբերումներ, դատարանին հայտնի են նաև բազմաթիվ այլ գործեր, որոնցում քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան անցումային դրույթը մեկնաբանվել է հենց այն տրամաբանությամբ, որով առաջնորդվել է դատարանը։ Մասնավորապես, երբ որ գործը վերաբաշխման դատավորի կողմից գործի հետագա քննության անհնարինության դեպքում, երբ որ փոխվում է դատավորը, նոր դատավորը գործը վարույթ է ստանձնում արդեն իսկ գործող քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով։ Եվ դատարանն այն համոզմանն է, որ այդտեղ նշված, որ եթե անցում է կատարել դատաքննության փուլ անցում կատարել վերաբերյալ որոշում է կայացվել։ Դա առավելապես վերաբերում է այն իրավիճակներին, երբ մի կոնկրետ դատավոր ունի իր վարույթում քննվող քրեական գործ, դրանով անցել է դատաքննության փուլ, հետևաբար նոր օրենսգրքի դրույթների կիրառությունը այս դեպքում արդեն իսկ հնարավոր է իրականացնել եւ շարունակել նախկին դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերով։ Դատարանը հաշվի առնում, ինչպես առաջին դատականիստին իր մուտքի խոսքում նշեց, սույն գործի զգայուն բնույթը դատարանին ել եմ ասում հնարավորինս կողքից աչքով դիտողի համար առավելագույն ձևով ընկալելի է։ Արգելի ուժողներ, թեև ողջամիտ ժամկետում գործի քննության առաջնային հասցեատերը մեղադրյալն է, բայց դատարանը ձեր այսպես ասած դրության մեջ եւս մտնում է։ Դուք եւս արդարադատության ակնկալիք ունեք, հետեւաբար այդ հանգամանքի համատեքստում դատարանը
անցած դատական նիստին 3 դատական նիստ նշանակել է։ Այս դատական նիստի ավարտի դեպքում նոյեմբեր ամսվա ընթացքում հնարավոր յուրաքանչյուր ազատ ժամանակի առնչությամբ կողմերի համաձայնության դեպքում ևս դատական նիստեր նշանակելու է։ Ինչ վերաբերում է այս, որ նշում եք տարիներ է եղել տարիներ, դատարանը պատասխանատվություն չի կրում ու չի էլ կարող կրել նախորդ դատավորների հարգելի գործընկերների կողմից արածի կամ չարածի առնչությամբ եւ այդ թե ով ինչ է արել ուր է հասցրել գործը, դատարանը մանրամասն անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում։ Դատարանը միայն հատկանշական է համարում ընդգծել, որ ուսումնասիրել է նախորդ դատավորի կողմից իրականացված ապացույցների հետազոտության շրջանակներում սույն քրեական գործով հարգելի հանրային մեղադրող, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղել 10 վկա եւ 2 դժոխք չէ, որպես ձեր մեղադրական եզրակացության շրջանակ հարցաքննության ենթակա։ Դա միայն ձերը, դատարան ուսումնասիրել է եւ հայտնաբերել է եւս 6 վկայի, որը հրավիրվել եւ հարցաքննվել են պաշտպանության կողմի միջնորդությամբ։ Նախ դեռևս դատարանը չի շտապում, անցում չի կատարում, թե որքանով է սույն դատական քննության ընթացքում այդ վկաների հարցաքննություն իրականացնելը անհրաժեշտ։ Բայց դա արդեն կգնահատի հետագա դատական նիստերի ընթացքում։ Դատարանը արձանագրում է, որ նշված քանակի, նշված ծավալի անձանց հարցաքննություն իրականացնելը ամենայն պատասխանատվությամբ խոստանում եմ հնարավոր հաջորդական, հնարավոր սերմ ժամկետներում հաջորդի դատական նիստերին դատարանը պատրաստ է ամբողջությամբ իրականացնել։ Հարգելի դատարան, մենք բոյկոտում ենք ձեր հետ կապված ոչ մի խնդիր չունենք, բայց դուք հաշվի չեք առնում մեր իրավունքները, դուք մեր վիճակը չեք պատկերացնում։ Դատարանից ենք խոսում, դատարանը, եթե մենք հույսները ներդրել ենք դատարանի վրա, որ դատարանը արդար կլինի, բայց ես հասկանում եմ, ոնց որ դատարանը մեր հանդեպ արդար չի, որովհետև այն դատարանում 2 տարի, այն դատարանում 6 ամիս, ես դատարանում 2 տարի, մի հատ 2 տարի, դատարանը արդեն մեր նկատմամբ արդար չի վարվում, դա ճիշտ չի։ Մենք բոյկոտում ենք, մենք դուրս ենք գալիս։ Հարգել դատարան, սեր ժամկետը ոնց եք հասկանում։ Չի Եթե մի րոպե, մի վկայի ցուցմունքը տևում է 3 նիստ։ 4 նիստ 5 հարց են տալի, դատարանը իրավունք Եթե շտաբի պետի ցուցմունքը, իր ցուցմունքը տևում է 3 նիստ։ Ու հաշի գործի հետ կապ չունի այդ մարդի համար։ Եթե գործի հետ կապ չունի, եթե ներկայացում է այնպիսի հարցադրումներ, դատարան իրավունք ունի, հարցն է սահմանափակի իրավունք ունի ցուցմունքը Մենք էլ նույնը ասում ենք, դատարանը ասում է հարց է տալիս։ Դե դրա համար եմ ասում նախորդ դատավորի կողմից ինչ արվել, չի արվել, վրա մի վերաբերյալ։ Հանդեպ դատարանը ճիշտ չի վարվում։ Մենք հիմա գնում ենք չգիտեմ ինձը, չգիտեմ։ Մենք լքում ենք դատարան նիստը։ Մեր հանդեպ դատարանը արդար չի։ Եթե ինչ-որ հարց կա, ուրիշ տեղերում Դատարանը արդար չի վարվում մեր հանդեպ, սենց չի լինում։ Չի կարելի սենց, չի կարելի սենց։ Մենք դե վկայի դասական երեք նիստ մի դատարանի մի մարդ Ձեր կապված ոչ մի քիչ չկա, բայց արդար չի։ Այս պահով դատարանը արդար չի, մեր հանդեպ արդար չի։ Ու դե դատարաններն է որ գործում է, այսօր աշխատում է, դե չմոռանանք ի աշխատում։ Ոչ շնչում եք որակում, երբեք մի մոռացեք։ Ու սրանման դավաճանների համար այս մարդկանց այսօր միգցեք։ Սրանման մի հատ տխմար ավել, մի հատ պակաս։ Եվ չի բացառվում, որ ձեզ հենց այդ հրամանն էր տված, որ մեր երեխաների խմբերով վերացնենք։ Հակեք էլ դատավորության հարգելի մասնակիցներ, սույն իրավիճակով նիստը շարունակել առողջության դիտարկումներ ունեք։ Ականավոր դուք չի կարող դատական նիստ առանց դժողների շարունակ։ Դուք ներկայացուցիչ Ես նմանապես նավում չկա առանց դժողների ներկայացան երևի Լավ, բայց ինչ եք առաջարկում, ինչ անեք։ Ես առաջարկել ներկայացրեցի դուք չունեցիք այդ առաջարկը։ Ախր օրենսդրական հնարավորություն դատարանը ասում է, ուղղակիորեն նշվում է, երբ որ դատարանը եկավ, գործը ստանձնեց վարույթ, գործի քննությունը սկսվում է նորից։ Հին օրենսգրքով էլ կարգավորում կա եւ դες սկսում ասամ, ես նաեւ ձեր այդ 457
հոդվածի 7-րդ մասի մեկնաբանությունը հասկացա, եթե գործը դատարանում կլիներ շարունակվել նույն դատարանի, ուղղակի նաև միանշանակ չի ստում է իմպերատիվ չի, իհարկե ես համաձայն եմ ձեզ հետ, բայց միանշանակ չի, որ ձեր որդեգրած մոտեցումն է ճիշտ։ Այ բազմաթիվ դատավորներ իմ մոտեցման կողմնակիցն են ու անկեղծ ասում եմ, ես խորհրդակցել եմ դատական քրեական դատավարության օրենսգիրքի հեղինակների հետ, իրենց որդեգրած տրամաբանությունը նախորդ օրենսգիրքը հնարավորինս շուտ կիրառությունից հանելն է։ Պահպանժան դատարան, ես դժողի Չէ, զուտ իրավաբան են դատարկում։ Իրանց հետ էմոցիոնալ որ խոսում են, դուք նաև ասում եք։ Ես իրավաբանորեն ասեցի իմ կարծիքը, այդ մնացածը ձեր վարույթը, ձեր որոշելիքն է։ Պահպանժան դատարան, այս մասով ես ինչու կոնկրետ ուղիղ միացա։ Անկեղծ եմ ձեզ ասում, իմ գոլեգաներից խնդրեցի դատական պրակտիկայի քրեական գործ ասեն, որպեսզի ես կարողանամ վկայակոչել, դուք տեսեք, ես գիտեմ ձեր վերսկսելը, հեռախոսով եմ։ Հարգելի հանրային մեղադրող, գիտեմ վերսկսելը, ասացին գործը բանի, բանդայի գործի մասին երևի կնկատեք, որ շարունակվել է։ Ես գիտեմ պայմաններում, այսինքն օրենքը ձեզ չէր արգելում, մեր խնդիրը դրանում է, օրենքը ձեզ չէր պարտադրում նոր քրեական դատավարություն։ Դրա համար ես լրիվ ցավալով այս բացառիկ միջնորդությանը կողմ եմ, ավելին ասեմ, բացառիկ միջնորդությանը կողմ չեմ։ Ես ձեզ նորից եմ ասում։ Ես կողմ եմ, որ վարույթը դա։ Բայց լավ, ինչ անեմ, ստանձնած վարույթը ես ինչ անեմ, լավ Պահպանժան դատարան։ Ես ձեզ ասում, վստահ շատ խելոք բան ասեց Վանյան Արութը, այնքանով խելոք, որ ամեն ինչ արվում է առաջին անգամ, բնականաբար դուք որպես լուրջ տեսաբան իրավաբան եւ դատավոր, դուք իրավունքի տեսանկյունից նման ձևաչափ գտնելու հնարավորություն կարծում եմ կունենայիք, որովհետև ու որևէ դատարան դա բեկմանման հիմքում չէ դնի։ Ավելին, բեկամել է դատական ակտը դուժողների։ Ախր բայց այդ էլ չէ, կեմ ինչ է, որ իրավական ակնկալիք եք ձևավորում դուժողների մոտ ձեր ելույթով, որ իսկական իրականությանը չի համապատասխանում, որովհետև մենք չենք կարող համադրելի օրինակ չի հարգելի հանրային մեղադրող։ Ունեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, գործը քննվել ավարտվել է, պատժի առումով դժոխք կողմը բողոքարկել է, այդ առումով համադրելի չի, որովհետև հիմի լավ, եթե ես կայացնում եմ դատական ակտ, չասեմ ինչ արդյունքով, ինչով, հիմա ես որևէ վստահություն չունեմ, որ նոր օրենսգրքի կիրառության պայմաններում վերաքննիչը, հակակոռուպցիոն վերաքննիչը կառաջնորդվի ձեր կողմից ներկայացվածով, որովհետև համադրելի չի այնքանով, ես քննել եմ նորով, ունեմ արգելք, նորից վերսկսել, արգելք, շարունակման արգելք ունեմ, իսկ այդ գործը քննվել է ավարտվել ու իրավական ակնկալիքները պատժի առումով չի համապատասխանել։ Եզրափակիչ դատական ակտի խնդիրն ունենք ստեղ, ոչ թե ի սկզբանե։ Երբ որ Խաչատրյան Սուրենը վարույթ է ընդունել նույն քրեական դատավարություն, որ մի պահ որոշվեց, որ իհարկե ես դրան առարկել եմ եւ իմ առարկությունը պաստորեն ընդունելի է նաեւ վճռաբեկ դատարանի կողմից, ինչ ենք կարծում, երբ որ վարույթը այդ վեճի համար ուղարկվեց վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը եթե տեսնեն Խաչատրյան Սուրենը սխալ է արել, որ ինքն քրեական դատավարություն ընդունել, դրան արդյոք չպետք է անդրանալ, ասել գիտես ինչ կա, հարգելի դատարան, դու ի սկզբանե այս վարույթը սխալ օրենսգրքով եք արում, հələ մի հատ հարցին անդրադարձեք։ Մենք տեսական քննարկման մենք վճռաբեկ դատարանի հնարավոր դատողությունները չենք կարող, էլի օբյեկտիվորեն գնահատենք։ Վճռաբեկ դատարանը այդ բոլորս էլ իրավաբաններ են գիտենք, էլի, որոշումներում հնարավորինս սահմանափակում է իր առջև բարձրացված խնդիրներով։ Եթե չունենք բարձրացված խնդիր, դնենք ասենք 1-1 սենց, 50-50-ը ես դատական ակտ կայացնելը քամուն չեմ ուզում տրամադրեմ, էլի։ Շատ ճիշտ ասացիք, 50-50 է ձեր առջև։ Կամ սենց կամ նենց, տնենց ընդունել դեպքում ես վստահ ես այդ չեմ ասում, ես շարունակելու խնդիրն եմ ասում, ես նախորդ դատական օրենսգրքով ընդունելի ինձ համար ընդունելի չի։ Ես շարունակության խնդիրն եմ ասում, մանավանդ, այս նորով շարունակելու հնարավորություն դուք չունեք։ Հնարավոր չկա, 100 ես մյուս դատականեստին 100 չասեմ, 20 հատ դատական ակտ բերեմ, 20 հատ։ Կամ որ այնտեղ ասում եմ վերսկսվելը, այդ դատարանը ծանոթ է, բայց սույն դեպքում իրոք ոչ մի օրենսդրական հնարավորություն չունի։ Ես էլ եմ հասկանում 5 տարին մեծ ժամկետ է, բայց էլ եմ ասում, նոյեմբեր ամիսը բացենք հնարավոր ձեր դիրքորոշումների հաշվառմամբ ինչքան իսկ կա հնարավոր համաձայնեցնենք նշանակենք։ Ես ձգձգելուն ոնց ասեմ
ոչ թե ձգձգելուն, այլ շուտ ավարտելուն են կողմնակիցություն քրեական գործը։ Վստահ ես ասում, ես տեսնում եմ ձեր հետ, բայց այս գործը շուտ ավարտելը դա որովհետև թե ես թե պաշտպանը հաստատ կա այս մասով կողմը ինձ կամացանի։ Յուրաքանչյուր վկային ու չլինի ես ու դժողնի ասած անիմաստած։ Առնվազն 30-40 հաց ենք տալիս, եթե ոչ 100։ Որովհետև արդեն իսկ 2 դատաքննություն անցել ենք, մենք նաև են նախորդ հարգելի պաշտպանը նախորդ նիստին ու դա մի քիչ էլ այդ առումով ստացվեց ոնց որ օրենքին դուրս եղավ կամ վերջին այցելեցինք մցրեցինք օրենքի դաշ, նախորդ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների վերաբերյալ հարցեր է տրվեց։ Հիմա դա օրինական է թե չէ։ Դե այդ որ հաստատությունների անցավ տվեցինք այդ բոլոր հարցերը, այսինքն հիմա եւս մեկ դատակ, դա միանշանակ չի, ճիշտ է։ Հիմա մենք եւս մեկ ավարտված կարելի է ասել դատաքննություն ունենք եւ պատկերացրեք հաջորդ վկային արդեն ես գիտեմ այն բոլոր հարցերի շրջանակ, որոնք ես ունեմ, որոնք հատատի մոտ գրած են, բոլորին տալիս եմ, հեսա բոլորի, բայց ես տասնյակներով ավել եմ ունենալու հարցեր։ Ես ձեր սրտացավությունը, մոտեցումը դրի կիսում եմ։ Իմ չափ ես Փառք Աստծոյին ծանրաբեռնություն որպես կայացող դատախազ չունեմ, որ ասեմ այսօր ինձ համար չի։ Ինձ համար է բոլոր օրերը հարմար են, իմ աշխատանքն դուժելու դա էլ կկարգավորեմ, այսինքն ուրիշ դատերով ծանրաբեռնած չեմ։ 2 նիստ ունեմ ընդհանուր։ Բայց վստահեցնում եմ ձեզ, պաշտպանը չի թողնի ես այս դեպքում, այսպես ասած, ստեմ, մեր մի վկայի հարցակնությունը 3 դատական, առնվազն 2 դատական նիստատում առավոտից իրիկում, ձեզ վստահեցնում։ Դրա համար այս ամեն ինչը այդ արդեն մի հատ կհասկանանք, ձեր ամենայն հարգանքով ձեր նկատմամբ ունենք ձեր հարցադրումները, բայց դե դատարանն էլ ունի իր տեսակետը ձեր յուրաքանչյուրի բարձրացած հարցերի առնչությամբ, հիմա զուտ քննարկենք, գոնե չնայած բանն էլ համաձայնեցված, արագացված, գոնե հետազոտման ապացույցների բանկերս են ասում, գույքային հայց անցի 17-ով երկարած գրասենյակով ես կարող եմ հենց հիմա էլ ներկայացնել։ Հիմա պատրաստ եմ, բայց դժողների բացակայությունը գույքային հայցի ներկայացման ինչքանով է խոչընդոտ։ Ես կարող եմ հենց հիմա ներկայացնել գույքային հայցը, պահագիր պաշտպանը ժամանակը իր խնդրի, Դե ժամանակի առնչությամբ նախորդ դատականիստին ես ասել եմ։ Պատվաժում դա ես ճիշտ ասած որևէ խնդիր չկա, որպեսզի դժողների բացակայություն, բնական դեպս օրենսդրական որևէ արգելք չկա, որպեսզի դժողների բացակայություն դատականիստը շարունակի։ Այս դժող կողմը կանգնած ամեն անգամ ասում է պաշտպանության կողմը ձգձգում է, հազգձգում է։ Իրանք թողել գնացել են ներքին։ Դե լավ, չմտնենք էլի իրանց շուզական դաշտ։ Իրանք իրավաբան չեն, դուք պրոֆեսիոնալ իրավաբան եք, կարող եք գիտակցել ինչը ոնց է։ Դժողների ասում ներկայացուցիչն ստեղծել, հանրային նկատողներ ստեղծել։ Իմ բոլորը քննարկելու այնպիսի հարցեր, որոնք որ վերաբերում դժողների։ Մանավանդ գույքային հայց։ Իսկ գույքային հայց չունեն, չէ իրան։ Չէ, չունեն նախորդ նիստին ասացին, որ չունեն, Անդրեն Մեղադրովը ասաց, եթե այսօր մենակ գույքային հարցը կավարտվի, ես այդ մասով չեմ առարկում, բայց մնացած հարցերի քննարկմանը առարկում եմ, որ Ատի խորհրդացում մեր պետական վերաբերյալ։ Հասկացա, բայց գոնե գույքային հայցը որ չի առնչվում առավելապես անցնենք էլի։ Պատվարում արդյոք ես ճիշտ եմ հիշում նախորդ դատականից, որ իմ հանրային մեղադրողը գույքային հայցը ներկայացնելու է, մենք գույքային պատասխանով չեն ճանաչվելու։ Ես առաջարկ իմ իշխանության մեջ ես առաջարկում եմ ճանաչել դատարանը իր մոտեցումն ուներ, որ պարտադիր չի երկակի կա դատարական վիճակի մանավանդ որ փաստական ենթադրում եմ մեղադրանքի փաստական շահադրանքը չէ արտացոլված։ Մեղադրողի կամ նրա գործողությունների համար պատասխանատվության չէ կարծում եմ դրական մի չի վերաբերվում նոր քրեական դատավարություն անձնագրի իմաստով իրավաբանական հանցագործության սուբյեկտներին, անչափահաս հանցագործության սուբյեկտներին, այսինքն ստեղ երկու սուբյեկտ, երկու տարբեր, կամ մեղադրյալը, կամ այն անձը, որ մեղադրյալ չի, սակայն մեղադրյալի գույքային պատասխանատվությունը կրում է։ Լավ, ինչ իրավունքների ծավալ կա գույքային հայցաններ կայացնելու ում դե։ Մեղադրյալը պիտի գույքային պատասխանատվություն ճանաչի, թե չէ։ Մեղադրյալ կարգավիճակը գույքային հայցին պատասխան ներկայացնելու իրավունք չունի։ Ոնց չունի։ Ընդհանուր իրավունքների շրջանակներում լավ տեսական բանավեճը խնդրում եմ հարգելի հանրայնորոշով ներկայացրեք։ Պատվազանդատան ներկայացնում կողմից որպես այդպիսի աշխատական հարցին համահունչ
գույքային հայցը մեղադրանքի փաստական նկարագրություն ներկայացնել կարողություն չկա։ Վերաբերյալ 31.05.21 թվականին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացության ուղղակի 55 մարզանացի ընդհանրացան դատարան բացի այդ ներկայացված եղել 0.09.21 թվականին դատարանը դժողների միջնորդության համար որոշել է փոխել գործի տարածքային ընթացությունը փոխանցել Երևանքարքի առաջինացանի ընդհանուր վերսիան դատարան։ Դատավոր Հարությունյանը դիազորությունները դատարեց դրինցով քրեական գործը 0.027 թվականին ընդունել է Բալայանի Գավիթ և նրա 19.023 թվականի որոշման գործը ընթացության կարգով ուղարկվել է հակակոռուպցիոն դատարանը դատավոր Սուրեն Խաչատրյանի վարկ։ 04.01.25 թվականին Խաչատրյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործների քննության մասնակցած դատավոր։ 22.01.25 թվականին հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշում է կայացրել քրեական գործով վարակը ստանալու և նախնական դատարանություններ նշանակվելու մասին։ 15.10.25 թվականին տեղի ունեցած նախնական դատարանությունների ժամանակ քրեական դատարանության երկար 17 թվականով նախատեսված գույքային պատասխանը ճանաչելու հարցի քննարկման ժամանակ դատարանի կողմից ընդունելի չի համարվել արդեն իսկ ներկայացված քաղաքացիական հայցը և ժամանակ է տրամադրվել հանրային մեղադրողին գույքային հայց ներկայացնելու համար։ Քրեական դատարանության օրենսգրքի ավիսի 9-րդ հոդվածի համաձայն քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակային մեղադրյալին վերաբերող արարքի եզրանքով պատճառված հետևյալ վնասները։ Անմիջականորեն պատճառված գույքային վնասներ։ Դատարանության օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն մասնավոր շահերի պաշտպանության համար գույքային հայց հարուցումը պաշտպանող իրավականության ներկայացուցիչ պետական շահերի պաշտպանության համար դատախազը։ Քրեական դատարանության օրենսգրքի 217 հոդվածի համաձայն սումմայից 20-րդ գլխով նախատեսված կարգով հարուցված գույքային հայցի մանրը նախնական դատարանությունների ընթացքում դատարանը լուծում է անձին գույքային պատասխանող ճանաչելու հարցը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեղադրյալ Բերանյանի վերաբերող արարքի հետևանքով պետությանը վաճառվել է 21.157.000 դրամ մի գույքային վնաս, ուստի ղեկավարության քրեական դատարանության օրենսգրքի 39-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով 160-րդ հոդվածով դատախազության մասին օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով խնդրում է սույն գույքային հայցն քննության առնիվ ՍՏՄ 027-0121 քրեական գործի դատականության ընթացքում մեղադրյալ Բերանյանին ճանաչել գույքային պատասխանող փոխուտ պետբյուջեի մեղադրյալի Բերանյանից բռնականացել 21.157.000 դրամ գումար որպես հանցագործության ուղղակիորեն պետությանը պատճառել գույքային վնասի հատուցում։ Շնորհակալություն հարգելի հանրային մեղադրող, միայն երևի վրիպակի արդյունքում ահա Սյունիքի դատարանի գործի համար նշված մնացել ՀԿՏ-ն չի նշվել։ Վերջում ձեր շնորհակալություն։ Ավելացնել բաներ։ Ուսեմ հարգելի պաշտպան։ Քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի անհանրին պատասխանը դատարանը այս պարագանի որը դրալ բան չունանել գույքային հայցը ընդունել և մեղադրյալին ճանաչել գույքային պատասխան։ Նույն քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի պահպանում դատարանից խնդրում է ճանաչել գույքային պատասխանը տրամադրել ողջամիտ ժամկետ գույքային հայցի պատասխան ներկայացնելու համար։ Շնորհակալություն։ Մեղադրյալ։ Դատարանն արձանագրում է, որ հանրային մեղադրող Մարգարյանի կողմից ներկայացված գույքային հայցը անպատասխանում է քրեական դատավարության օրենսգրքի վերաբերյալ դրույթների պահանջներին, ուստի ընդունում է վարույթ։ Ինչ վերաբերում է մեղադրյալին գույքային պատասխանող ճանաչելու հարցին, դատարանը դեռևս նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացրեց իր դիրքորոշումը սույն հարցի առնչությամբ, մասնավորապես նշված է, որ գույքային պատասխանող ճանաչվում է բացառապես դատարանի կողմից և գույքային պատասխանողին հնարավորություն է տրվում ծանոթանալու մեղադրանքին։ 317-րդ հոդվածով նշվում է գույքային պատասխանող ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարույթ ստանձնելու նախնական դատալությունների մասին որոշումը և իրավունքների պարտականությունների վերաբերյալ սահմանված հուշաթերթը։ Սա ինչ է ենթադրում, որ գույքային պատասխանող ճանաչելու ինստիտուտը վերաբերում է մեղադրյալից տարբերվող այլ անձի և օրենսգիրքը զերծ է մնում կրկնակի դատավորական կարգավիճակ տալու օրենսդրական կամ հնարավոր իրադրությունից, մանավանդ հաշվի առնելով, որ սույն մեղադրանքին մեղադրյալը դեռևս տևական ժամանակվանից առաջ ծանոթ է, սույն քրեական գործով մեղադրական եզրակացությունը ստացվել է նախնական դատալությունների նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև իրավունքների պարտականությունների վերաբերյալ հուշաթերթը դեռևս տևական ասվածը մինչև սույն դատական նիստը տրամադրվել է, հետևաբար այն բոլոր
իրավունքները, այն բոլոր դատավարական ընթացակարգերը, որոնք պետք է պահպանված լինեն գույքային պատասխանատվության առնչությամբ մեղադրյալի կարգավիճակից ելնելով դատարանը ինչպես նաև նախաքննության ընթացքում մեղադրյալի համար պահպանված են։ Ինչ վերաբերում է հնարավոր ժամկետի տրամադրմանը, ապա դատարանն արձանագրում է, որ գույքային հայցի առարկան կամ ներողություն շարադրանքը ուղղակիորեն նույնական է մեղադրյալի ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությանը, մեղադրանքի փաստական նկարագրության մեջ նշված հետևանքը հենց պահանջում է հանրային մեղադրողի կողմից գույքային հայցի տեսքով գույքային բնույթի հետևանքը, հետևաբար առանձնահատուկ ծանոթանալու անհրաժեշտություն ևս բացակայում է։ Բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ տուժողները իրենց դիտարկման բոյկոտեցին դատականիստը, հեռացան դատականիստերի դահլիճից, ինչպես նաև հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները նրանց բացակայությամբ դատականիստը շարունակելու առնչությամբ, դատարանը այս պահի դրությամբ հնարավոր չի համարում նրանց բացակայության շարունակությունը եւ հնարավորություն է տալիս տուժողներին առնչվել իրենց լիազոր ներկայացուցչի հետ կամ քննարկման արդյունքում գալ հնարավոր կամավորչական դիրքորոշման հաջորդիվ դատականիստերի մասնակցության առնչությամբ։ Մենք ձեր հետ միասին դեռևս նախորդ դատականիստին համաձայնացրել ենք երկու հաջորդիվ դատականիստերի օրերի ժամը, մասնավորապես հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին ամրագրված է, չէ՞ ձեր մեկ էլ մյուսնիցն 28-ին 11:00 Անապատառում դեր կողմից հայտարարվել է, որ նոյեմբեր ամսին նույնպես հաջորդի նիստերը նշանակվելու Թեմա տուժողները ստեղծեն նոր Չէ, ես ուղղակի նախապես հայտարարեմ պատվաժողովները Ուրեմն նոյեմբերի 20-ին Պարոն Չիչիվանի Բալոտին գտնվող խեական գործով լեզրափակիչ դատական ելույթների փուլում է կազմում Նոյեմբերի որը? 20-ին 21 չենք դիտար Չէ Իմ խնդրանքը սարում նկարը Իմ ծանրաբեռնվածությունն խնդրում եմ 17-ից 20-ը ինչ չնշանակե, որ հասնեմ եզրափակիչ ելույթից նախապատրաստել 17-ից 21-ը դատան վերապատրաստման դասընթացներն են պարտադիր վերամասնակցության, այսպես թե այնպես հնարավորության դեպքում չենք դիտարկելու Մենք էլ խափման միջոցի որոնք արդյոք պատրաստ Ուղարկվել է անցած շաբաթ Ստացվել է, չեք ստացել ոչ մեկը կամ այդ օրը կամ հաջորդ օրը ուղարկվել է Դատականիստը դա ձգվում է